Հայ-առաքելական եկեղեցու վերնախավի մեծ մասը այսօր լծված է պետականաքանդման գործընթացով, այդտեղ բացառություն չի կազմում նաև խորհրդային KGB-ի ագենտ Եզրաս Ներսիսյանը եւ էլի շատ եպիսկոպոսներ։ Այստեղ նաև բացառություն, սա ընդամենը եւ այն 3 եպիսկոպոսները կամ սրբազան հայրերը, որոնք այսօր գտնում են ազատազրկման վայրերում, եւս բացառություն չեն կազմում, նրանք եւս հստակ կերպով ասում են, որ նրանք օտարերկրյա գործակալական ցանցի մաս են կազմում, որոնցից մեկը Հայաստանյան Հանրապետության քաղաքացի Վազգեն Գալստանյանը, մյուսը բոլորս գիտենք նրա արտահայտությունները առ մեր պետությունը եւ ինչպես էր նա 102-րդ ռազմաբազայի ղեկավարության հետ համագործակցում, իսկ մյուսն էլ էս վերջերս բանը որ կար այդ որը իր մտերիմ Աշակ Խաչատրյանը, ավելի ճիշտ Ավազանի անունով Սամվել Խաչատրյանը զբաղված է եղել բազմաթիվ այլանդակ գործունեությամբ։ Հերմինե ջան, այնքան փաստերը ցցուն են, որ ես չեմ ուզենա շատ անդրադառնամ